Ես ուզում եմ սկսեմ այն խոսքից, երբ որ ասվում է, որ սահմանադրության մասին են քննարկում, բայց այսօր ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, ես մեկ իմ տեսակետը հենց դա է, ու խոսքս, երբ որ խոսում եմ սահմանադրության մասին, ժամանակագրական հերթականությունը հետևյալն է, հեռացնենք սրան, նոր գանք այդ հարցին, բայց միևնույն ժամանակ ուրիշ հարց էլ առաջանում։ Հիմա ես որպես քաղաքացի պայմանական X կուսակցություն ասում եմ, հա, ես գալիս եմ, փոխեմ սահմանադրությունը, դու որպես ժողովուրդ արդեն բավական մեծ հնարավորություն ես ունենալու, ոնց որ ասում եմ, վերահսկելու իմ իշխանությունը կամ չի լինելու այլևս մի իշխանություն, այլ լինելու են 3 իշխանություններ իրար փոխզսպող, բայց իմ մոտ էլ հարց առաջանում ներողություն, իսկ եթե գազ խաբես, ես ինչ եմ անելու։ Այստեղ խոսք գնաց օրինակ 2018 թվականի մասին, այն ժամանակ էլ այդ մի խոսակցությունը կար, Սերժ Սարգսյանի Հակով կարած կոստյումը պետքա փոխվի եւ այլն, բայց ես այն ժամանակ շատ լավ հիշում եմ, որ փողոցում հավաքված մարդկանցից առնվազն ճնշող մեծամասնությունը, ես շատ մեղմ եմ ասում ճնշող մեծամասնությունը, ոչ մեկ չէր խոսում սահմանադրական փոփոխությունների մասին, այն ժամանակ բոլորը խոսում էին Սերժ Սարգսյանին մերժելու մասին։ Ոստեղ հարց առաջանում, եթե հասարակության մեջ չէ, հա, չէ, գաղափարը ի սկզբանե եղել է հանուն, ներողություն ասեմ, էլի, ընկեր Ասլանյան։ Ես մոտապես մի ժամից ավել լռել եմ, որոշակի չեմ ընդհատել։ Հա, այսինքն այն ժամանակ հենց ամբողջ միտքը դրանումն էր, մերժել Սերժ Սարգսյանին, իսկ հասարակ քաղաքացուն, այս մեր քաղաքական էլիտան, անկախ նրանից ով ոնց է վերաբերվում ճակերտավոր կամ ոչ ճակերտավոր, մեր հասարակ քաղաքացուն չի հասցրել այդ գաղափարը չի հասցրել հասարակ քաղաքացուն այդ գաղափարը, որ գիտես ինչ կա, ես կարող եմ գամ ու ինչպես Տիկին Աղեկյանը շատ լավ շեշտեց, ու իշխանություն ինչ փչացնի։ Ես կարող եմ մեծ վստահությամբ ասեմ, իհարկե ոնց ասում եմ իմ խոսքն աստեղ այդ միակ վստահության երաշխիքը, բայց մեծ վստահությամբ կարող եմ ասել, որ շարքային քաղաքացին անգամ չքաղաքականացված շարքային քաղաքացին ինքը շատ լավ հասկանում է այս հարցը, երբ իր հետ խոսում ես անգամ 15-20-25 րոպե իր հետ զրուցելուց հետո ինքը ամբողջությամբ ընդունում է ոչ միայն այս հարցի կարևորությունը, այլև այս հարցի առաջնահերթությունը։ Այստեղ հարցը մնում է նրանում, այսօրվա ընդդիմադիր Չէ, հավատացեք, ընկեր Ասլանյան, ում հետ որ ես խոսացել եմ, իրանք են ինձ մոտեցել, կարան չմոտենային ու կարան շուտ գնային։ Այսինքն խոսքը ինչի մասին է, այստեղ հարցը այլ է, այսօրվա ընդդիմադիր քաղաքական դաշտը ունի այդքան կամք հասարակության գիտակցությունը անձերի մակարդակից բարձրացնել համակարգային խնդիրները հասկանալու մակարդակին, որտեղ եթե այսօրվա քաղաքական համակարգը չի ուզում դա անի, խոսքս ընդդիմադիրների մասին է, ոչ թե իշխանության, ինքը իշխանության գալու դեպքում չի անելու։ Ուստեղ հարցը նաև շարունակում է հետևյալ ուղղությամբ, եթե այսօրվա անդիմությունը պլյուս մինուս էլ ես չեմ համեմատում բացարձակ, բայց խոսույթի մակարդակով ինչ է ասվում։ Այսօրվա իշխանությունը ասում է մեր ժամանակ լավ եք ապրում կամ լավ եք ապրում, կարևոր չի լավա թե վատը, դրա մասին չի խոսքը։ Օրվա անդիմությունն ինչ ասում, մեր ժամանակ դուք ավելի լավ եք ապրելու, բայց սոցիալական հողի վրա։ Պլյուս մինուս մի քիչ էլ անվտանգություն։ Հիմա առաջարկը ինչու՞մն է, հասարակությանը առաջարկել նաև արդարության գաղափար ու համախմբում այդ որ բոլորդ այդքան լավ շեշտում եք մեկ ճակատով հանդես գալու, դրա հիմնական թեւը հենց այդ արդարության գաղափարը տալ ժողովրդին, այլ տարբերվող քան իշխանության խոսույթը։ Այդ պարագայում իմ կարծիքով, չասեմ համոզվում, իմ կարծիքով նաև մեծանում այն սենցա չէ ստացվում, այսինքն կա ինչ-որ մի զանգված ընտրում է քաղաքացիական պայմանագրին, Հայաստան Դաշինքին, այլ կուսակցություններին եւ այլն, բայց ավարտեմ նոր ընկեր Ասլան ներողություն, բայց նաև հարց առաջանում այդքան չարչարված են 60% կամ պլյուս մինուս, որ ասում են չկողմնորոշվածները, որոնք խանգարում են այն 55-60% զանգվածը ընտրության տանելու, որոնք որ անհրաժեշտ է սրանցից ազատվելու կամ սրանից ազատվելու համար։ Հիմա այդ արդարության գաղափարը առավելևս երբ որ դա հնչում է բոլորի շուրթերից, նաև կարա այդ 50-60%-ի վստահությունը շահելու համար։